Բարև սիրելիներ, ողջունենք բոլորիդ, հավատացած եմ օրհնված եք, ես շատ կարևոր թեման մոտ բաժնեցիմ սերեդի եւ ծեր օգնության գարիկը գա, որ դուք դարաձեք այնինչ որ պիտի խոսիմ ապաշխարության մասին, պիտի բացատրեմ ապաշխարությունը ինչս է եւ ես շատ լավ գիտեմ օրինակ հոս Լիբանանի մեջ եւ շատ դեղեր ինչպես ապաշխարություն բարը մարդիկ սխալ հասկացած են եւ ընդհանրապես ապաշխարություն ինչս է չեն գիտեր եւ գարձես ասանք հարցակումը լա աս բարի վրա որ մարդիկ սխալ հասկանան բայց հավատամ որ աս ուսմունքեն աս բացատրությունն վերջը ասի գոքնե որ մարդիկ հասկանան դուք դարածեցեք որովհետեւ մարդիկ տեսնեն որովհետեւ այսօր սիրեներ մարդիկ շատ գարիք ունին որ իրենց բացատրվի իրենք հասկանան թե ինչ է ճշմարտությունը եւ ես պիտի խոսիմ ապաշխարության մասին պիտի բացատրեմ ապաշխարությունը ինչս է գրնանք ասել որ այսօր մի քանի պատճառներ կա գրնանք ասել շատ պատճառներ կա բայց մի քանի հատ կա որ ես կուզեմ որ խոսիլ ադոնց մասին թե այսօր ինչու մարդիկ սխալ հասկացած են ապաշխարությունը գիտեք ցավոք սրդի պատճառները մեկը որ այսօր շատ մարդիկ սխալ հասկացած են ապաշխարությունը դժբախտաբար ադիգա հավատացյալներու պատճառով է այսօր շատ մարդիկ առանց մեկու մտածելու կխոսին բարձրապես ճշմարտություններ են որ կխոսիմ այսօր շատ մարդիկ իրենց սխալ ներկայացած են մարդոց թե ինչ է ապաշխարած ինչ է ապաշխարությունը թե ով է ապաշխարող մարդը ընդհանրապես այսինքն այսօր ընդհանրապես մարդոց մեջ եթե սխալ դպավորություն կա ապաշխարողներուն կամ ապաշխարության նկատմամբ ադոր պատճառները մեկն է որ այսօր մարդիկ սխալ ներկայացուցած են ապաշխարությունը իրենց կյանքով իրենց վարքով մեկ խոսքով դուք հասկացաք ինչս էլ գուզեմ ադոր համար այսօր գարիքը գա որ մենք սկուշը լանք եւ մարդոց ապաշխարության կյանքը շիդակ ներկայացնենք այսօր շատ մարդիկ գրնան ապաշխարության ջամփու մեջ լալ բայց գիտեք իրենց ասեմ գարզրադիբերով իրենց կյանքի մեջ ունեցած քարագուսիներով շատ սխալ փոխանցեն ամեն ինչ ադոր համար սխալալ դպավորություն գցքի ադիգա անցամբ ես ադիգա աբրածեմ եւ այսօր լալով հոգեվոր հովիվ ծարայելով մարդոց այսօր ես շատ կտեսնեմ ինչպես մարդիկ իրականության մեջ սխալ դպավորված են որովհետեւ իրենց սխալ ներկայացված է ասիգա պատճառները մեկն է սիրելիներ երկրորդ պատճառները մեկը նորեն շատ բարձ է վստահ է ադիալ որ մարդիկ չեն գիտեր ինչ է իմաստը ուրեմն գրնամ ասան գսել բարձր աստիճան սխալ հասկանալու պատճառը ад է որ մարդիկ սխալ հետք ցկած են սխալ դպավորություն ցկած են եւ մեկերն է մեկնալ որ մարդիկ իրենք չեն հասկանալ ինչ է չեն գիտեր ինչ սել է այսինքն ապաշխարություն բարը չեն գիտեր ինչ սել է ասոնք երկու հիմնական պատճառներ են սիրելիներ որ այսօր մարդիկ ինչու գարիք ունին լսելու աս ամեն ինչը ես սկիզբեն ասել էի մենք հոստեղը պիտի խոսենք շատ բաներ որ ոչ հավատացյալներուն ալ ուղված է որբեսի մարդոց աստծո խոսքը խոսենք եւ մարդիկ դարձիկան դեպի աստծո ջամփա Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ 17-րդ խոսքը Հիսուս սկսավ հոսքարոզել եւ իրեն առաջին քարոզներ անգե հետո Հիսուսը սկսավ քարոզել ու ասել ապաշխարեցեք վասնզի երկնքի թակավորությունը մոտ է իր մե առաջ Հովաննես Մկրտիչը սկսավ քարոզել եւ նույն բարերը ապաշխարեցեք վասնզի երկնքի արքայությունը մոտ է Հիսուս նույնպես իր քարոզը սկսավ ապաշխարեցեք վասնզի երկնքի արքայությունը մոտ է հիմա սիրեներ եթե դուք մեկն եք որ գիտեք ինչս է ապաշխարություն Փառք Աստծո եթե դուք մեկն եք որ չեք գիտեր ինչս է ապաշխարություն եւ ընդհանրապես արդեն սխալ դպավորված եք աս բարի շուրջ կամ ապաշխարողներու շուրջ սխալ դպավորություն ունիք գիտեք ես կխնդրեմ քիչ ժամանակով գարժ աս վիդեոն քիչ ժամանակով մեկ կոմ տնեք ծեր գարձիկները մեկ կոմ տնեք ծեր դեսազները ծեր լսազները մեկ հատ լսեք սրդանց եւ հետո որոշեցեք թե շիդագ է կամ ոչ աս ամեն ինչը որովհետեւ հիմա ես հետաքրքիր հարց կուզեմ տալ որ արդյոք Հիսուսը ինքը շիդագ էր արդյոք Հիսուսը ինքը լավ է որ իրեն վստահենք ես վստահ եմ մեծամասնությունը գամացայինի հետս որ այո Հիսուսը անշուշտ շիդագ է
Հիսուս անցամ ինքը սկսավ քարոզել եւ ասել ապաշխարեցեք բասնզի երկնքի թակավորությունը մոտեցած է ինչու ապաշխարեցեք ինչու կարևոր է ապաշխարությունը ինչ ասել է ապաշխարություն եւ ես պատրաստված եմ այսօր խոսելու ցեզի աս ամեն ինչի մասին եւ գուզեմ ասել որ ինքը շատ բարձ է ապաշխարություն ինչ ասել է ապաշխարությունը ասել է մտափոխություն գուզեմ լավ լսես ինչ ասել է մտափոխություն մտքի փոփոխություն լավ ուրիշ բառերով ինչ ասել է ապաշխարություն այսինքն թուն թարնաս թարցիկաս քու միտքդ փոխվի այն ջամփայեն այն ամեն ինչեն որ թուն գեդեվեիր գոր թարնաս թեպի աստված թարնաս թեպի այն արքայությունը որ աստծո արքայությունն է թարնաս թեպի աստծո ջամփան մեկ խոսքով երեսդ թարցնես թեպի աստված թարցնես ինչեն թարցնես չարեն թարցնես մեղքերեն թարցնես ամեն ինչեն որ աստծո գամքին համաձայն չէ ապաշխարես մտափոխվիս եւ թարնաս թեպի աստված թարնաս եւ աբրիս աստծո հետ թարնաս եւ աբրիս աստծո գամքի համաձայն դերևս դուք չեք մտածել որ ինքը այսքան բարձ բան մնա բայց իրականության մեջ այո ապաշխարություն բառը ասել է մտափոխություն ասել է թարցիկալ թեպի աստված սիրեներ ահավասիկ այնքան բարձ է դեսակ ինչպես մենք կրնանք մեր շուրջի լսածներով, մեր տեսածներով շատ բաներ գարձել, շատ բաներ դպավորվել։ Ես համաձայն եմ սիրելիներ, համաձայն եմ ինչպես շատ մարդիկ կրնան սխալ ներկայացնել։ Ես այսօր չեմ եկած մարդոց մասին խոսելու, ոչ էլ մեկումը թադելու, ոչ էլ իրավունք ունեմ, բայց բարձրապես ուզեցի խոսքը հնչեցնել, որովհետև այսօր գարիկը գա սիրելիներ, այսօր երդասարտները, այսօր դարբեր սերունդի մարդիկ գարիկ ունին լսելու աս խոսքը, գարիկ ունին լսելու թե ապաշխարություն բառը սխալ չէ, ապաշխարություն ինչ ասել է, որովհետեւ իրենք հասկանան։ Այսօր մարդիկ գարիկ ունին, որ գիտնան, որ ապաշխարող մարդիկ նորմալ մարդիկ են։ Քանի որովհետեւ ասի գսեմ, որովհետեւ շատ մարդիկ երբ որ լսեն ապաշխարած ես, հա, ուրեմն այսինքն ուրիշ խոսքելով նորմալ չես տուն։ Քանի որ տուն ապաշխարած ես։ Ինչու, որովհետեւ գրնան ես հիմա չեմ արդարացնել որ մարդոց վարկը կամ դպավորված իրենց ամեն ինչը, բայց այսօր գրնան մարդիկ ինչեր դեսածելան, ինչեր լսածելան, բայց չեմ արդարացնել, այսօր մարդիկ նաև որովհետև չեն գիտեր եւ չեն ուզեր գիտնալ, գրնան թադել, գրնան դպավորվել սխալ, բայց այսօր ես կուզեմ լսես ապաշխարություն ասել է մտափոխություն, ապաշխարությունը ասել է դառնալ դեպի Աստված։ Ես եթե չի կործածեմ ապաշխարություն բառը եւ կամ քեզ հետ խոսիմ եւ ասանք հարստամ։ Ասեմ լսե գուզես քու բզդիգդ կուզավագդ դառնա իր չար կորձերն, այսպես բարձ հարցում հարցնեմ քեզի։ Գուզես քու բզդիգդ չար չլա, դառնա իր չար կորձերն։ Փարին ընդրե, շիդագը ընդրե։ Տուն ինձ վիցես անշուշտ։ Ես կուզեմ Դու գիտես ասի ինչ ասել է ապաշխարություն, որ ինքը դառնա չարն, ինքը մտափոխվի, իր միտքը նորոգվի, իր միտքը փոխվի եւ ինքը դառնա, դարձիկա դեպի Աստված։ Ինքը ապաշխար է։ Ահավասիկ, ես այսօր ծառայելով Աստծո ապաշխարած եմ։ Այսինքն իմ անցյալի կյանքեն դարձած եմ, ասած եմ ոչ այդ ամեն ինչին եւ որոշած եմ քալելու Աստծո ջամփան։ Ահավասիկ, ինչ ասել է ապաշխարություն, ահավասիկ ովքեր են անոնք որ ապաշխարած են ասի է սիրելիներ շատ բարձ է շատ հստակ է եւ նայեցեք մենք որպես եկեղեցիի մեջ ծառայողներ առաջնորդներ շատ կկործածենք աս համարը մարդոց առաջնորդելու Աստծո ջամփում մեջ որպես սկիզբ Հռոմեացի 10-րդ գլուխ 9-րդ խոսքը գսե վասնզի եթե քու բեռնովդ Հիսուսը դեր խոստովանիս ու սրդիդ մեջ հավատաս թե Աստված զանիգա մերելներեն հարուցանեց պիտի փրկվիս Նայեցեք, եթե գսե բեռնովդ Հիսուսին դեր խոստովանիս, այսինքն ընդունիս Հիսուսին որպես քու կյանքի դերը եւ փրկիչը եւ հավատաս որ Աստված Հիսուս Քրիստոսին մերերներեն հարուցանեց, դու պիտի փրկվիս։ Հետաքրքիր է, ես կուզեմ քիչ խոսիլ ասոր մասին։ Ինչի մասին կխոսի գիտեք, ապաշխարության մասին։ Որովհետեւ եթե դու քու բեռնովդ պիտի ընդունիս Հիսուսին Պիտի լսես Հիսուսի մասին, նախքան ընդունիս,
Պիտի լսես Հիսուսի մասին, չէ՞։ Լսելով Հիսուս Քրիստոսի մասին, լսելով այն ուղերձի մասին, այն խոսքի մասին, որ Հիսուսը խոսած է, լսելով ադի, ընդունելով ադի գա, տուն գսե, եթե ընդունիս եւ բեռնովը թավանիս, որ Հիսուսը քու դերը դե։ Ինչու ասիգա շատ կարևոր է, որովհետեւ ասիգա սկիզբն է, ապաշխարության սկիզբն է, որ տուն գնտունիս Հիսուսին որպես քու կյանքի դերդ։ Ինչու ասիգա շատ կարևոր է, որովհետեւ այսօր շատ մարդիկ գտավանին Հիսուսին որպես իրենց կյանքի դերը, բայց Հիսուսը իրենց կյանքի դերը չէ։ Դժբախտաբար սիրելիներ, որովհետեւ եթե Հիսուսը բիդելա քու կյանքի դերդ, ուրեմն Հիսուսը պիտի դիրեք ու վրատ։ Եթե Հիսուսը բիդելա քու կյանքի դերդ, ուրեմն քու դիրոջ խոսքերը դու միտհարկես, դու միտբադվես, դու միտբահես։ Ադորամար մենք չենք կրնար բարձավես ասել բարձավես որ Հիսուսը մեր դերն է, այլ ադիգա պետք է աբացուցվի մեր կյանքի մեջ, ինքը պետք է բդուղ դա։ Ադորամար շատ կարևոր է, որ եթե դու մեկն ես հիմա ինձ գտիես, իսկ ուզեմ շատ լավ լսես, որ դու նա ուրիշներուն օգնես, որ աս աղոթքը ընելը չէ բարձավես։ Մարդիկ պետք է հասկանան, որ նախքան Հիսուսին դեր ընդունին եւ հավատան, որ հայր Աստված մերելներեն հարուցանեց Հիսուս եւ իրեն կփրկվին, աս խոսքին ամենակարևոր բաժինը ад է, որ մարդիկ պետք է գիտնան նախ եւ առաջ, որ իրենք պետք է դարձիկան, ասիգա իրենց դարձիկ քալու սկիզբն է, ճանապարհն է, Հիսուսին դեր ընդունելու քայլը իրենց դարձիկ քալու քայլն է։ Ինչ են դարձիկալ, մեղքերեն, չարեն, սխալ ցանկություններեն, այս աշխարհի սխալ ճանապարհներեն։ Ադիգա ալլալու համար մենք պետք է հասկանանք, որ մենք մեղավոր ենք։ Որպես մարդ, Աստվածաշունչը գսե բոլորը մեղանջեցին, մեկը չի գա արդար։ Մարդը պետք է հասկանա, որ ինքը մեղավոր է, ինքը գարիք ունի փրկիչի, մարդը պետք է հասկանա, որ ինքը մեղքի մեջ է եւ մեղքի վարձքը մահ է, հավիտենական մահ, հավիտենական դանչանք եւ ինքը գարիք ունի փրկիչի, դիրոջ, որ գրնա փրկել իրեն։ Գիտնալով ադիգա, գիտակցելով ադիգա, ինքը գուզե ընդունել այն դիրոջ, որ իրեն փրկե։ Ինքը գնտունի, որ ինքը մեղավոր է եւ պետք է դարձիկա այդ մեղքերեն, որ ընդունի դիրոջ, որ իրեն փրկե։ Ահավասիկ աս կորձողությունը, որ գլա մեր մեջ, ատ ապաշխարությունն է ասիկա, որ մենք գիտակցելով աս ամենը գորոշենք դարձիկալ, որբեսի ընդունենք մեր դիրոջ եւ հավատանք, որ Աստված հարություն տվավ մերելներեն մեր դիրոջ եւ մենք կստանանք փրկություն։ Երբ կստանանք փրկություն, ապաշխարելով, դարձիկալով, որոշելով մենք, որ մեր երեսը պիտի դարձնենք այս ամեն ինչեն։ Եվ մենք կստանանք փրկություն։ Սիրելիներ, ինչ փրկության մասին գխոսի, այո, գխոսի հոգի փրկության մասին, հավիտենական կյանքի մասին, որպես երբ որ մենք օրմցկենք այս մարմինները, ունենանք հավիտենական կյանք Աստծո հետ։ Որովհետև շատ իրական է հավիտենական կյանքը Աստծո հետ, նաև շատ իրական է հավիտենական դժոխքը եւ դանչանքը սիրելիներ։ Ադորամար ասիգա է բարձ բացատրությունը ապաշխարության, բարձ կորձողությունը, որ մենք պետք է անենք մեր կյանքերում մեջ, եթե չես ապաշխարած, որբեսի ապաշխարես։ Եվ հիմա եթե գուզենք քիչը փակագիծները բանալ, որ ասիգա սկիզբն է, այո, որ ասիգա անելով տուն հոգի փրկություն կստանաս, փայծ։ Շատ կարևոր են փայծերը սիրելիներ։ Շատ կարևոր է նաև ապաշխարության համացայն բդուղներ բերենք։ Ապաշխարեցինք, շիդակ որոշում արինք, բայց ատ վարգյանը չէ ամեն ինչ։ Ատկե վերջ շարունակությունն է նաև կարևոր, որ մենք պետք է ապաշխարության համացայն բդուղ բերենք մեր կյանքի մեջ, այսինքն ապրենք ապաշխարության վայել բդուղ բերելով։ Ինչպես կլա ադիգա սիրելիներ, ես միշտ կսեմ ասիգա մարդոց, որ չի պավեր բարձավես ընդունիս սրդանց տիրոջ, այլ շարնագես տիրոջ ճանապարհներում մեջ, քալես տիրոջ ճանապարհներում մեջ, ապրիս տիրոջ խոսքով, բահես տիրոջ խոսքը, ահավասիկ ադի է ապաշխարության համացայն բդուղ բերելը, որովհետև ինչ ասինք ապաշխարությունը դարձիկա լսել է, մտափոխվի լսել է, ադորալ համացայն դու բդուղներ պետք է բերես։ Ինչ են բդուղները, ինչպես գլան բդուղները, ապրելով Աստծո խոսքով, ապրելով Աստծո կամքի համացայն սիրելիներ, որովհետեւ մենք ապաշխարության համացայն բդուղ բերենք, որովհետեւ սիրելիներ
մեր կյանքին մեջ նաև ներկա կյանքին մեջ կան փոփոխություններ։ Ոչ թե ասիգա ադոր համար է որ մենք հավիտենական կյանք ունենանք միայն, այլ ապաշխարելով մեր ներկա կյանքին մեջ ալ Աստված կգամենա որ մենք ազատագրվենք անեծքներեն, չարեն, մեղքերեն, բժշկվենք մեր կյանքի մեջ ներկա կյանքի մեջ կան փոփոխություններ, անեծքի շատ տեսակներ կան, որովհետեւ քանտվին որբեսի մենք բժշկություն ապրենք, լա ֆիզիկական, լա ներքին, որբեսի գախարտություններ, չար բաներ, մեղքեր, գախվածություններ հերանան մեր կյանքեն, բայց սկիզբը ինչ է, ապաշխարություն։ Այո, երբ որ մենք կապաշխարենք հոգի փրկություն կստանանք, բայց մենք ընթացքին նաև կմաքրվենք, ազատագրվելով, բժշկվելով, քալելով Տիրոջ ճանապարհի մեջ մենք կմաքրվենք, անընդհատ կմաքրվենք, եւ ասիկա Տիրոջ կամքն է մեզի համար սիրելիներ։ Եվ հիմա գրծակ հասկանալ ինչ ասել է ապաշխարություն, շատ բարձ է, ասիկա է սիրելիներ։ Ընթագարակը եւ ես կուզեմ որ շատ կարեւոր բան շեշտել, ապաշխարությունը հadouk մարդոց համար չէ։ Եթե ես հարցնեմ ցանկացածիդ, դու պետք ունիս Աստծո, դու ինձ վիճես անշուշտ։ Եթե դու մեկն ես, որ գմդածես չէ բեք չունիս, սիրելի եղբայրս եւ քույրս դու կսխալիս, որովհետեւ մարդը նման է ծառի առանց հողի, եթե ինքը Աստծո հետ չէ։ Մարդը առանց Աստծո կնմանի ինքը ծառ է, բայց առանց հողի։ Կամ ցուկ առանց ջուրի։ Դու չես կնար ապրիլ առանց Աստծո։ Եթե դու հետս համաձայն ես որ Աստծո գարիքը ունիս, դու չես կնար Աստծո հետ լալ առանց դարձիկալու, որովհետև այն ճանապարհը, որ Աստծո գամքի համաձայն չէ, այն ճանապարհը, որ մեղքի ճանապարհն է, այս աշխարհի անպարտավանությունը, ցանկությունները, դու չես կնար Աստծո հետ լալ, Աստված ալ չի կնար հետ լալ։ Գրնալալ այսօր դու շատ Աստծո ողորմությունները դեսերես, բայց ադիգա ադոր համար է, որ օրը դարձիկաս։ Գրնալալ դու մեկն ես ասես, չէ, ես ուզայես պես գաբրիմ գոր, բայց ես վստահ եմ Աստված հետս է, ես շատ նշաններ դեսերեմ կյանքիս մեջ, Աստված հետս է։ Ադիգա Աստծո ողորմությունն է, որբեսի ասի լսես եւ օրը դարձիկաս, որովհետեւ դու չես կնար լալ մեղքի ջամփուն մեջ, աշխարհի ջամփուն մեջ եւ լալ Աստծո մեջ։ Դու պետք է ինչ ունես դարձիկաս։ Սիրելիներ, ասուղերցը շատ կարևոր է ցեզի համար։ Եվ ինչպես որ ասինք, ապաշխարության համացայն բդուղ բերելն շատ կարևոր է։ Սիրելի հավատացյալ եղբայր քույրերս, այսօր ամենայն երկյուղազությամբ, ամենայն խոնարհությամբ մենք պետք է ընդունենք, որ մենք պետք է ապաշխարության համացայն բդուղ բերենք։ Մեր վարքով, մեր մտքով, մեր ապրելակերպով, մեր ամեն ինչը պետք է ապաշխարության համացան բդուղ բերե ապրելով Աստծո խոսքով։ Սիրելիներ, ես հիմա շատ կարևոր բան միտեմ։ Դուք լսելով աս ամենը, մենք դարձի պիտի կանք թեպի ուր, թեպի մեր Տերը։ Ով է մեր Տերը, ինչ է անունը։ Մեր Տիրոջ անունը Հիսուս Քրիստոս է։ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ եկավ այս աշխարհ, գործված մարդկության համար իր արյունը տապեց, մեղավոր մարդու համար իր արյունը տապեց, թեպի դժոխք կացող մարդկության համար իր արյունը տապեց, որովհետև չկար մեկը, որ կրնար ամեն ինչին քինը վճարել, մեր մեղքերուն, մեր անեծքներուն, այդ ամեն ինչի, որ չարեն էր մեր կյանքի մեջ, մեկը չկար, որ վճարեր այդ ամեն ինչին քինը եւ մեզի ազատեր այդ ամեն ինչն։ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ թափելով իր արյունը, խաչվելով եւ երրորդ օրը հարություն առնելով, այսօր մեզի գուտա հնարավորություն, որովհետեւ մենք ընդունելով իրեն ազատ ըլլանք մեղքերն, ազատ ըլլանք չարի ներկայությունն, ազատ ըլլանք սատանայեն, ամեն տեսակ անեծք է, ամեն տեսակ գախարտություն է, ամեն տեսակ չար է ազատվինք։ Այսօր մենք հնարավորություն ունենք այսօր համար։ Եվ այդ ջամփան Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսը եկավ ասավ ես եմ ջամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Ով վճարեց քինը, որովհետեւ ես այսօր այդ վճարված քինով ընդունիմ փրկություն, որովհետեւ Աստվածաշունչը գսե մեղքին բարձկը մահ է։ Բայց բոլոր անոնք, որոնք գտնունին Հիսուս Քրիստոսին գժարանքեն կյանք, ադորամար այսօր Հիսուս Քրիստոսը խաչվեցավ եւ հարություն արավ, որբեսի այսօր մենք արիտ ունենանք իրեն ընդունելով դարձիքանք թեպի իրեն, ընդունենք իրեն եւ մեզի շնորհվի հավիտենական կյանք եւ այս երկրի վրա
ազատ ըլլանք չարեն եւ ըլլանք օրտնված եւ ըլլանք ուրիշներուն օրտնություն։ Եթե դու մեկն ես, որ չես ընդունած Հիսուս Քրիստոսին որպես քո կյանքի Տերը եւ Փրկիչը, եթե դու մեկն ես դարձի չես եկած, թեպի Տերը, ես կխնդրեմ գար ժամանակ վերցնես եւ հիմա իմեդս աղոտ կնես։ Կխնդրեմ սածս կրկնես սրտանց եւ ընդունիս Հիսուս Քրիստոսին որպես քո կյանքի Տերը եւ Փրկիչը։ Եվ ատկե վերջ այնպես չմնաս։ Անպայման աղոթքի կյանքդ զորացնես, Աստվածաշունչ կարդաս եւ երթաս այնտեղ որ դու կփնակվիս, երթաս եկեղեցիմը, որ ճշմարիտ Աստծո խոսքը կքարոզեն, որ լեցված են Աստծո հոգիով եւ Աստծո ջամփաները կարաշնորթեն մարդոց։ Հիմա կխնդրեմ այս աղոթքը նես դες սրտանց։ Երկնավոր Հայր, ես կխոստովանեմ քեզի, որ ես մեղավոր եմ։ Ես կխոստովանեմ քեզի իմ բոլոր մեղքերս։ Եվ քեզ մեծ սրտանց ներողություն կխնդրեմ։ Ես կհավատամ, որ 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը եկավ արյուն տապեց իմ մեղքերու համար, վիրավորվեցավ իմ հիվանդություններու համար, եւ ես կհավատամ, որ իր արյունով ես կրնամ ազատվել մեղքեն եւ մահվան իշխանությունն։ Ես կընդունիմ Հիսուս Քրիստոսին որպես իմ կյանքի Տերը եւ Փրկիչը։ Եվ կհավատամ, որ Աստված Հիսուսին մերերներեն հարուցանեց։ Կհանձնեմ քեզ իմ կյանքս Հիսուս եւ կխնդրեմ լեցնես ինձի քո Սուրբ Հոգիով եւ առաջնորդես ինձի։ Ես կհավատամ եւ կհրճագեմ, որ ընդունելով Հիսուսին որպես իմ կյանքի Տերը ես փրկված եմ, ես մեղքերը ազատված եմ, ես բժշկված եմ, ես անեծքները ազատված եմ։ Այսօրվանե ես քեզի կպատկանիմ Տեր Հիսուս եւ տուն ինձի։ Շնորհակալ եմ քեզի ամեն բանի համար։ Ամեն։ Աստված օրհնես սիրելիներ, ինչպես որ խնդրեցի ցեզ մե, անպայման դարազեցեք, եթե դու հավատացյալ ես սիրելի եղբայրս քույրս, դարազե այդ մարդոց, որ իրենք ապաշխարության բարին հետ կոնֆլիկտ ունեին, հարց ունեին, չէին հասկացած, ասիկա շատ բարձ բացատրություն է, իրենք կլսեն եւ իրենք կհասկանան ամեն ինչը։ Ես կհավատամ չի գա մեկը, որ ինքը չուզեր բարին եւ ասանգով մարդիկ կհասկանան, որ ապաշխարություն ըսել է դարձնել երեսը չարեն եւ ընդրել բարին։ Թող մարդիկ լսեն բարձ ավետարանը եւ լան օրտնված Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։